ԲՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ հնչել են երկու երկրների պետական օրհներգերը։ Անիլ Չաուհանին ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանդիպանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահասինհան։ Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան գործակցության ներկայիս մակարդակը, կարևորելով գործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը։ Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով եւ նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ։ Քննարկվել է նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության առնչվող մի շարք հարցեր։ Անիլ Չաուհանին առանձնազրույց է ունեցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասարյանի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Հնդկաստանի գործակցության ներկա ընթացքը, ամփոփել իրականացված միջոցառումների արդյունքները։ Կողմերն անդրադարձել են 2026 թվականի համար պլանավորված միջոցառումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի։ Երկուստեք կարևորվել է կրթական, մասնագիտական վերապատրաստման, վարժանքների եւ զորավարժությունների տարբեր բնագավառներում փորձի փոխանակման միջոցառումների անցկացումը Հայաստանում եւ Հնդկաստանում։ Էդվարդ Ասարյանը ներկայացրել է զինված ուժերի կերպափոխման ուղղությունները, ընդգծելով պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան գործակցության կարևորությունն այս գործընթացում։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։